Արարատի մարզի Մղջյան գյուղի դպրոցում օրեր առաջ տեղի ունեցած միջադեպը լայն քննարկումների ու հանրային մտահոգության առիթ դարձավ։ Ըստ տարբեր տեղեկությունների բարձր դասարանների մի խումբ աշակերտներ դպրոցի զուգարանում ստիպողաբար թմրանյութ են տվել 4-րդ դասարանի 2 երեխայի, ինչն առաջացրել է կախվածություն։ Տուժած երեխաները տնից փող թռցնելով փորձել են կրկին թմրանյութ ձեռք բերել։ Մեր դպրոց այցին տնօրենը տեղում չէր։ Ուսուցիչները խուսափելով տեսախցիկի առջև խոսելուց վստահեցրին, որ մշտապես հետևողական են եղել, պարբերաբար աշակերտներին իրազեկելով թմրանյութերի վտանգների մասին։ Ընդգծեցին, թե սա դպրոցում նման առաջին դեպքն է եւ սխալ են համարում կրթօջախը թիրախավորելն ու պատասխանատվությունն ամբողջությամբ ուսուցիչների վրա գցելը։ Հերքել են այն պնդումները, թե երեխաների ձեռքերը կապկպված են եղել, նշելով, որ լրատվամիջոցները խեղաթյուրել են տեղեկությունը, խտացրել գույները։ Փորձեցինք հասկանալ նաև համագյուղացիների կարծիքը երևույթի վերաբերյալ։ Հարցվածների մեծ մասը տեղյակ չէր իրենց դպրոցում տեղի ունեցած միջադեպից։ Ինչ կարծիք ունեք դպրոցում կատարվածի հետ։ Դե երևույթը շատ տհաճ է, շատ վատ է։ Ես նորից եմ ասում, ցավալի է, որ դպրոցներում նման իրավիճակ է տիրում։ Իսկ գյուղում ինչ տրամադրություններ են, ծնողները ողոքում են, վրդոված են։ Դե բոլորն էլ ոնց են ասում, շոկի մեջ են, այդպես ասեմ։ Ոչ մեկին էլ հաճելի չի նման երևույթը։ Ես մեծ կին եմ, տնից դուրս չեմ գալի, դպրոցական թորնիկ չունեմ, որ ինչ-որ մի բան լսեմ։ Ոչ մի բան էլ ես չգիտեմ։ Լսել եմ ինչ-որ խոսակցությունները ես շատ գիտեմ, չեմ էլ դարքրում։ Երեխա ունենք, ոչ դասատու ունենք, ոչ բան։ Կապ չունենք դպրոցի հետ։ Տեղյակ չեն, ես տեղյակ։ Քննչական կոմիտեից Ռինյուզին հայտնած տեղեկության համաձայն դեպքի առթիվ քրեական վարույթ է հարուցվել։ 4 անձի նկատմամբ սկսվել է հանրային քրեական հետապնդում։ 2-ի նկատմամբ կիրառվել է դաստիարակչական եւ վարչական հսկողություն, 1-ի նկատմամբ տնային կալանք եւ բացակայելու արգելք, իսկ 1 անձի վերաբերյալ կա ձերբակալման որոշում։ Արարատի մարզպետարանի կրթության վարչության պետ Մարտուն Մանուկյանն այսօր այցելել է դպրոց, հանդիպել աշակերտների եւ տուժող երեխաների ծնողների հետ, քննարկելու միջադեպը եւ դպրոցի տնօրենի հնարավոր հեռացումը։ Թեև ծնողների մի մասը դեմ է տնօրենի հեռացմանը, տեղեկություններ կան, որ երկուշաբթի նա ամենայն հավանականությամբ կազատվի պաշտոնից։ Մանուկյանը հայտարարել է, որ մինչև տարեվերջ ամեն օր կլինի դպրոցում վերահսկելու իրավիճակը։ Դպրոցականների շրջանում թմրանյութերի կիրառման հարցով մտահոգված է ԿԳՄՍ-ն։ Մենք ներքին գործերի նախարարության մեր գործընկերների հետ պարբերաբար հանդիպումներ ունենում ենք եւ վերջերս էլ քննարկել ենք մի քանի գործիքակազմներ, որոնք կարող են օգնել, որպեսզի դպրոցներում փորձենք ավելի կանխարգելիչ աշխատանքներ իրականացնել։ Մղջյանի դպրոցում տեղի ունեցած միջադեպն ընդգծում է երեխաների անվտանգության խնդիրների լրջությունը։ Մինչ ծնողներն ու մարզպետարանը լուծում են փնտրում, համայնքը սպասում է արդարության եւ կանխարգելիչ միջոցառումների։ Մերի Դանիելյան, Գևորգ Սիանոսյան, Ռինյուզ Արմենիա։